Մերոնք կետեում կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Իրականությունը լալու ու խնդալու տեղիք է տալիս, քանզի այսպես ասած նախապատրաստվող ընտրությունները ասպարեզ են վերել իմացող չիմացողին ու բոլորը փորձում են ասել, որ իրենք աշխարհի ամենալավն են։ Այստեղ ուզում եմ առանձնացնեմ Նիկոլ Փաշինյանի խոսույթը, որ եթե մենք չլնենք, պատերազմ կլինի։ Ավելի տխմար արտահայտություն, ճիշտ ասած, այդքան տխմար չէի սպասում Նիկոլ Փաշինյանից, ինչ է ուզում ասել Նիկոլ Փաշինյանը, որ մենք բերեցինք խաղաղությունը, SN-ը, ոչ, կա հնարավորություն խաղաղ ապրելու եւ որևէ մեկը չի ուզում պատերազմով ապրել, բայց դա չի նշանակում, թե մեզ պիտի վախեցնեք, որ եթե Պողոս Պետրոսին ընտրեք, կլինի պատերազմ։ Եթե պատերազմ լինի, մենք ենք կրվողը միշտ եղել ու կլինենք։ Եվ այս տխրահարճակ, այս ցածրորակ մոտեցմամբ հասարակությանը փորձել սպառնալ, դա սպառնալիք է Նիկոլ Փաշինյան։ Երբեք ուզում եմ ասեմ խելքի գալու, բայց դա շատ դժվար բան է, որովհետև դուք այնքան ինքնասիրահարված եք, որ այդպես էլ չգիտակցեցիք, որ ժողովուրդը, որ ձեզ ընտրեց, ու ցավոք սրտի նորից է ընտրելու, վասն նրա, որ դիմացը հրեշներ են եղել, որ նախկինում հրեշները այն պոտենցիալը, այն հնարավորությունը, որ հայ ժողովուրդը ստեղծել էր, այն ոգեղենը, այն ռազմականը ամբողջը մսխեցին։ Դուք այդ ամեն ինչը հասկանալով հանդերձ, մի հատ էլ մեզ փորձում եք վախեցնել։ Միշտ հիշեք, երբ մենք պարտվեցինք, դուք էիք մեղավոր։ Եթե դուք այն գլխից բանակը ռազմական մասնագետներին մոբիլիզացնեիք, մենք չէինք ունենա այն թշվառական գեներալների համախումբը, ովքեր ռազմի դաշտը լքեցին ու փախան, ովքեր կրակեցին իրենց ոտին ու չգնացին։ Մենք դա չէինք ունենա, բայց դրա համար դուք պիտի գիտակցեիք ու հասկանայիք։ Այդքանը գիտակցեցինք, հասարակությունը ներեց։ Հիմա հերթական անգամ գուցե ձեզ կների, բայց ձեր խոսույթի չափը ճանաչեք։ Եվ ամենևին խաղաղություն ասելով կամ փախլավա ասելով բերանը չի քաղցրանում։ Այդ խաղաղությունը նրա համար է, որ դուք օր ու գիշեր անեք եւ այնինչ այսօր կա հազարապատիկ օրը 24 ժամը 28 սարքեք եւ արտադրեք այն, ինչ կարող է պաշտպանել Հայաստանը։ Նայեք Իրանի օրինակին, խոնարհվեք նրանց իմաստությանը։ Խնդիրը ճիշտն ու սխալը չի, իրենց հայրենիքն են պահում։ Խնդիրը դերվիշների իշխանությունը չի։ Մեկ գերագույն խնդիր ունեն, իրենց երկիրը անձեռնմխելի է։ Իրենք միջև վերջին շուրջը պիտի կռվեն։ Սա հարգանքի արժանի պահվածք է մեր հարևան Իրանի կողմից։ Տարոսը Նիկոլ Փաշինյաններին լինի, որ չմոռանաք, հարգում են միայն այդ դեպքում, հաշվի են նստում միայն այդ դեպքում, եւ ոչ թե ձեր պես ասում են, ես որ եկա իշխանության, նախ որոշեցի բանակին ձեռք չտալ, բանակը ուրիշ կառույց է։ Ուրիշ կառույցը գլխիդ կպչի, ինչպես ասում են։ Այդ ուրիշ կառույցից պիտի սկսեիր։ Այդ ուրիշ կառույցից պիտի սկսեիք Նիկոլ Փաշինյան։ Որոշ նիկոլազավրեր թող շատ չնեղանան, մեր ընտրած վարչապետին ինչ ես ասում, աչքն էլ եմ հանում, ես էլ եմ ընտրել։ Եվ իմ պահանջն էր, որ մեր բանակը, մեր պետությունը պնդանա, եւ ոչ թե այն որ ասում է, ես բանակին հիմա ձեռք չեմ տալիս, հիմա կտեսնեք ինչ եմ անում, ինչ ես անում։ Ում էր պետք։ Բայց ելի եմ ասում, հնարավոր էր հաղթանակը չլիներ, բայց պարտությունը այսքան դաժան չլիներ եւ Արցախը կարգավիճակ ուզեին, չուզեին տային։ Բայց դրա համար, այո, այսօրվա այն թերմացքները ում դուք չեք ձերբակալել, այդ թերմացները ասպարեզ են դուրս եկել։ Հիմա գանք թերմացքներին։ Վահագն Ալեքսանյանը դասեր է տալիս, թղթերի վրա գրել է, ասենք թե Ռոբերտ Քոչարյան, այս թվականին դուք ունեիք այսքան աշխատավարձ, հիմա ունեք $200 միլիոն։ Ճիշտ եք ասում, պարոն Ալեքսանյան, բայց ստում եք գուցե։ Եթե այդքան դոլար ունի, այդքան 100 միլիոն, դա նշանակում է ինքը գողացել է այդքան $100 միլիոն։ Դա նշանակում է նա գող է։ Եթե
չգիտեմ, հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է, որ դա ապօրինի ծագման է, ապա այդ ոնց է, որ Քոչարյան Ռոբերտը բանտում վերընկած չի։ Ոնց է, որ իր տղան պիտի օրենք ընդունել տայիք, որ նրանք, ովքեր թալանել են պետությունը, երկու սերունդ իրավունք չունեն Հայաստանում ունենալ իշխանության նկարտում։ Այդպես այդ ոչիլներին պիտի տրորեիք, բայց դուք տրորելու փոխարեն հասարակությանը հերթական անգամ իբր տեսեք Քոչարյան Ռոբերտը $200 միլիոն ունի։ Եթե նա ազատության մեջ պտտվում է, ասուլիսներ է տալիս եւ դեռ հավակնում է գալ իշխանության, ուրեմն դուք անմեղսունակների հավաքածու եք։ Դուք, չգիտեմ ինչացու եք, ինչ եք ձեզանից ներկայացնում։ Այս ժողովուրդը ձեզ ինչու ընտրեց։ Ինչու մերժեց Սերժին։ Մերժեց, որ այս թերմացքը պատասխան տա, այս թերմացքը պատասխան չի տալիս։ Իսկան փող ունի որտեղից։ Ինչու չեք ձերբակալել։ Որ այդքան փողը փաստել եք, հաստատել եք, ո՞նց է այդ մարդը պտտվում։ Ինչն եք օգտագործում եւ ինչ եք անում դուք հիմա։ Սա ամենագարշելին է, որ օրվա իշխանությունն անում է։ Հաջորդ գարշելիությունը այն ցածր, այն պլենտուզ կոչված շփումն է, որ Նիկոլ Փաշինյանը իր կառավարության անդամների հետ անում է հասարակության հետ։ Շատ վատ է անում։ Ես ձեզ ասում եմ, այսօր էլ կհաջողեք, գուցե, բայց այդ Պյուրոսյան հաղթանակ է լինելու, հավատացեք։ Ու մեկ էլ տգեղ է, տհաճ է ամբողջ կառավարությունով, այդ ինչ եք սրտոտվել, կանայք սենց իրենց թափ տալով, դուք սենց անել, այս կապիկությունը իշխանական փոշի չկա ձեր վրա, այս պահվածքը ոչ միտեղ չի տանում։ Եվ միևնույնն է, շարունակում եք այդ պահվածքով էժան ձայներ հավաքելու գործընթացը։ Ուր եք գնալու, բայց երբ եք լրջանալու, ես չգիտեմ։ Նույնը հայտնի կռիվներին կամ հայհոյանքներին։ Միկային էլ եմ ճանաչում, Ալեն Սիմոնյանին էլ։ Ես ցավում եմ, այո, շատ տգեղ էր Միկայի պահվածքը, ուզում եք իմանաք։ Միկան իրավունք չունի ազգային ժողովի նախագահի հետ այդպես խոսի, անկախ նրանից նա, բայց ազգային ժողովի նախագահն էլ իրավունք չունի նույն կերպ պատասխանի, պարոն Սիմոնյան, ես չեք անում։ Այդ մարդիկ սադրում են, որ դուք սադրվեք, ինչու եք սադրվում։ Ձեր ու Միկայի տարբերությունն նրանում է, որ դուք ազգային ժողովի նախագահ եք։ Դուք իրավունք չունեք, ուղղակի չունեք։ Դուք այս պարագայում տղա չեք, դուք չեք կարող տղա խաղալ։ Դուք պաշտոնյա եք հասարակության կողմից, ժողովրդի կողմից ընտրված ձայներով, էսով, էնով։ Բա ում օրինակին պիտի հետևենք։ Մի ապուշ, մի հայոյանք է տալիս, ինչ անեմ, բռնեմ վիզը կտրեմ, ասեմ ես տղա եմ։ Այդպես պահելու իրավունք դուք ձեզ չունեք։ Բայց արիտես շարունակում եք պահել։ Են մնացածը զավեշտի ժանրից է, Նիկոլ Փաշինյանը գնում է, ձեր մարդը ասում է, մի կտոր միս մենք էլ ուտենք, ասում է, այս ապրիլի 1-ից կուտեք 10,000 դրամով բարձրացրել եմ փողը։ Այս որակի Քարոզ Արշավը ձեզ ուր է տանելու, այսինքն հասարակությանն ես որակի, որ փորձում եք իջեցնել։ Ուր եք հասնելու, մենք ազգովի կարողացել ենք պայքարել։ Որոշ անասուններ ասում են ռուսները ձեզ օգնեցին, որ դուք Արցախն ազատագրեցիք։ Ռուսները ընդամենը թողեցին ռադները քաշեցին։ Մենք ենք կռվել։ Այդ ողորմելի ոչխարությունը, որ ձեզ թույլ եք տալիս, ասեք, իմացեք, դա ստորություն է։ Ստորություն է ձեր հերոսների նկատմամբ։ Ստորություն է այն մարդկանց նկատմամբ, ովքեր կազմակերպեցին այդ կռիվը եւ կարողացան հաղթանակ ապահովել։ Դուք այդ ինչ անաղոհաց թափթփուկ եք։ Ռուսը օգնեց, ռուսը չօգնեց, ռուսը ուղղակի չխանգարեց։ Ադրբեջանին էր օգնում, մոռացաք Կոլցո օպերացիան, ով սինլակորներ։ Մենք մի ներքի նրա հանգով ուղղակի ռուս չէինք սպանում, որպեսզի չլարվեր։ Վերջը, եմ որ ասում է, ասինք քշա, իրանք սը եղան գնացին։ Այս տրամաբանությամբ եղավ հաղթանակը, բայց
ինչ որ լղոզված մարդիկ ռուսը չոքներ բան, դե լավ, հա, թե չէ մեր տեղը եկել կռվում էին, այդ մենք էինք կազմակերպում ու կռվում, այդ այն հրամանատարներ էին, ովքեր տղա էին, այս էր իրավիճակը, և այս ժողովրդի, այն որ ասում է անցած ճանապարհը, պարոն Նիկոլ Փաշինյան և ԿՊԱ-ականներ, փորձեք ձեր վարքով չպղծել, չիջացնել, չթուլացնել, չվիրավորել, էլի եմ ասում, այն տղան, որ եկեղեցում ձեռքը իբր թե գցեց, որ խփի ձեզ, թե ինչ, դա ժողովրդի խփելն է լինելու այս ընտրություններից հետո, երբ դուք հերթական անգամ ցավոք սրտի կընտրվեք, ավելի շատ ձայներ կունենաք, բայց հետագան պահանջը այլ կերպ է լինելու, և այդ մի ձեռքը բյուր ձեռք է դառնալու, իսկ դուք դեռ Աստված մեր ասե, որ ճաշակեք ժողովրդի թաթալոշը, շատ վատ է լինելու այս դեպքում, եթե դուք շարունակեք այդպես, ձեզ ոչ մի բանի տեղ դրած տուն-տունիկ խաղալ։ Հիմա գանք ձեր քաղաքականության արդյունքում ունեցած մեր իրականությանը։ Տեսեք, Արմենը Ավինյան Տիգրանի հոր անունը։ Արմենը մի բան գիտեր, որ ասում էր օպելի վարորդները համբալ են։ Ի նկատի ուներ որոշ օպելի վարորդների, ասենք ես կասկածում եմ, որ Տիգրան Ավինյանը օպել է քշել ժամանակին։ Հավատացեք ինձ, տեսեք, այդ Ալեքսանյանից սովորեցի։ Մի օպելի վարորդ կինոկոմիտասի դիմացի պատին միասին գրել է իմ սիրուն բառակապակցությունը։ Իրականում իմ սիրունը գրվում է այսպես. որևէ անբարոյական անասուն իրավունք չունի գրել այսպես ուղղագրական կանոնների խախտմամբ։ Եթե դա գրվում է այսպես կոչված համացանցում #SN-ը կարող է միասին գրվել, նույնիսկ կանոնազգայունը, բայց պետական պատին պիտի գրվի այսպես ուղղագրական կանոնների պահպանմամբ։ Հիմի, երբ որ Տիգրան Ավինյանի հայրը ասում էր համբալ օպելի վարորդներ, ես կասկածում եմ, որ նա հիշում է, որ իր տղան ժամանակին օպել է քշել։ Հակառակ դեպքում այս չեր գրվի պետական պատին, չեր ապականվի հայոց լեզուն, հայ քերականությունը և ծիծաղի առարկա չեր դարձնի։ Պատկերացրիք, պատկերավոր ասեմ, դպրոցում ուսուցչուհին ասում է, իմ սիրունը բառակապակցություն է, գրվում է այսպես։ Ինչ որ մեկը կարող է իր տիկնոջ կամ ամուսնու բարեմաստությունները իմ սիրուն ասի ու այսպես գրի, բայց միայն իր ամուսնու մեջքին կամ կնոջ համարժեք տեղը, բայց ոչ երբեք պետական պատին։ Եվ Տիգրան Ավինյանի նման մեկը թույլ է տալիս իմ սիրունը պատին գրել այդպես։ Ուրեմն դրանք բոլորը օպել են քշել։ Ըստ Տիգրան Ավինյանի Արմեն հայրիկի։ Լեզվի տեսչության պետը օպել է քշել, օպելի վարորդ է եղել։ Տիգրան Ավինյանը օպելի վարորդ է եղել։ Քաղաքապետարանի աշխատողները օպելի վարորդ են եղել։ Այսինքն համբալ, որովհետև միայն համբալը թույլ կտա, որ իր երկրի ուղղագրությունը կեղծեն, սխալ գրեն պատին և տարիներ շարունակ բանի տեղ չդնի։ Ավելին, ես կարծում եմ մի քանի օպել է փոխել Տիգրան Ավինյանը, եռակի օպելի վարորդ է, ինչու, երբ կանազի մշակույթի տունը մի քանի տարի առաջ, ասենք 2 տարի փաստորեն, ինչ որ մի օպելի վարորդ հրահանգել է, ահռելի մշակույթի, պատմամշակութային արժեք ունեցող մշակույթի տան վրա կողպեկ դնել ու գնալ, և իդեպ դա էլ Խաղմասի կողքին, այսպես ասած, ոստիկանատան կողքի գտնվող շենքում, լիքը բոմժեր, անտուններ, չգիտեմ ովքեր, մտել են ու դուրս եկել տարբեր դռներից։ Մի պահակի փող չի տվել օպելի վարորդ Տիգրան Ավինյանը կամ օպելների վարորդ, որ պահպանվի այդ տարածքը, պատմամշակութային, և արդյունքում անզգուշության թե ինչի, բաժարան գա, վարվեց, հրդեհվեց,
մշակութային արժեք ներկայացնող շենքը։ Ով է Տիգրան Ավինյանը, որ կարող է իրեն թույլ տալ այդպես թքած ունենալ թե ուղղագրության ուղղությամբ, թե մշակութային արժեքների, թե քաղաքը այսպես ասֆալտը կեղծանելու վրա։ Դուք ինչով եք պատրաստվում Հայաստանի, երբ խոսում եք Նիկոլ Փաշինյան Հայաստանից, հայ արժեքներից, կրթության նորաձև լինելուց, այս տեսել եք, այս անասունությունը տեսել եք, Փաշինյան Նիկոլ։ Սա նորաձև կրթության արդյունք չի, սա անասնական մոտեցում է մայրենի լեզվին, գրականությանը, պետությանը, պետական արժեքներին։ Միայն անասունը կարող է թույլ տալ, որ սա պետական պատիլ լինի։ Այդ որ խոսում եք, ինչու եք խոսում, ինչից եք խոսում։ Պետությունը ամեն մանր, մուներ, խառախուռա, չգիտեմ, ինքնահաստատվող լակոտ լուկուտների ճանապարհ չի։ Ինքնահաստատվելու տեղն ուրիշ է։ Տիգրան Ավինյանը ինչ էր, որ մեկի ոտքը բռնած երգում էր։ Սիսի։ Այս ինչ մոտեցում է մայրենի լեզվին։ Այս ինչ մոտեցում է պետականությանը։ Այս ինչ էժանագին խոսք է։ Այս ապրիլի 1-ից մի կտոր միս կուտես 10,000 դրամ եմ տվել։ Է դուք ուրիշ ձև չունեք խոսելու։ Ուր եք գնալու։ Սա վերջն է, հավատացեք ինձ, անգամ եթե այս հաղթանակը արձանագրեցիք, ինչի հավանականությունը շատ մեծ է, Նիկոլ Փաշինյան, տակներդ հետագա առաջիկա 1-2 տարում բան չի մնալու, չի փրկելու ձեզ ոչ մի բան, եթե դուք չվերադառնաք արժեքներին, արժեքն էստեղ է, եթե դուք չգնահատեք այն անցած ճանապարհը, չգիտեմ, Ղարաբաղյան շարժումը Լևոնովը դա կապ չունի ով բերեց, մի ամբողջ ազգ ոտքի կանգնեց, որպեսզի իր հայրենակիցների ապրելու իրավունքը պաշտպանի։ Արհամարանքով, կամ հարանքով այդ մասին խոսել եք, կամ հարանքով դա ոչ ոքին աստու դուրը չի գա, ոչ ոքին թույլ տված չի։ Այնինչ այսօր տեղի է ունենում ձեր էժանագին քարոզարշավների ժամանակ։ Իդեպ նույն էժանագինը այն մյուս կողմերն է, Սամվել Կարապետյան։ Մի նայեք, այն օրը դպրոցներից մեկի մոտ տեսնեմ մարդատար մեքենա է, դրված է Սամվել Կարապետյանի նկարը, գրած է ուժեղ Հայաստան ու տակը ավելացրած։ Ես Սամվել Կարապետյանի հետ եմ։ Չէ, եսը չկա, Սամվել Կարապետյանի հետ եմ։ Քշեցի առաջ, տեսնեմ գուցե կինա, բարձվեց տղամարդ է։ Սամվել Կարապետյանի հետ կարող է լինել իր կինը, սիրուհին կամ սիրուհիները։ Հայ ժողովուրդ, հայերենը այնքան ճկուն լեզու է, գուցե կողքին եք Սամվել Կարապետյանի, գուցե աջակցում եք Սամվել Կարապետյանի հետ եմ։ Հետես, ինչի եք աղմուկ անում։ Այս տգիտությունների վերջը երբ է տրվելու։ Հայերենի իմացությամբ փայլող հիմել ԿՊ-ի պատգամավորին հիշեմ Կոնջորյանը, այսինքն Կոնջորյանը գնում է թիկունքում լրագրողի ինչ-որ հարց է տալիս, Կոնջորյանը ասում է. հիմա իմ հետևում Քնար Մանուկյանն է, ես չգիտեմ, լամ թե խնդամ, գուցե թիկունքում պարոն Կոնջորյան, ոչ թե ձեր հետևում Քնար Մանուկյանն է, վերջապես երբեք ավելի որ ասма զգայուն մոտենալու ձեր խոսքին, ձեր մտքին։ Այսպես, այս մի քիչ շատ է տխուր, բայց ուրիշ ելք չկա, պետք է այս մասին խոսել։ Անկախ բոլոր Քոչարյանա, Նիկոլա, Սերժա, չգիտեմ ինչա զավրերից, միշտ հիշեք, այնտեղ որտեղ ճշմարտության դեմ մեղանչում եք, այնտեղ որտեղ չեք պահանջում, հաջորդ օրը դա ձեր գլխին է գալու կամ առաջիկա ժամանակներում։ Այնպես ինչպես բոլոր քաղաքական գործիչները, սկսած ԿՊ-ից, այն որ ազգային ժողովում նստելատեղ են մաշում, վերջացրած ընդդիմություն կոչվածներով, երկուստ եք, մեկը այս մասին մի բան չասաց։
բոլորը հակած ունեն հայոց լեզվի ու հայերենի իմացությունների ուղղությամբ։ Մեկը չասեց, ես ինչ են կանում։ Բա մեկիդ սիրտը չցաված, որ փողոցում գրված մի բան կա, որտեղ երեխան կարող է իր ծնողին ասել, այս սա միասին է գրվում, ծնողն ասի, չէ, առանձին ասի, բայց միասին են գրել։ Բայց ես ինչն է հետաքրում, եթե երեխայի ոսկեղենիկը բան, ոչինչ չի հետաքրում, մենակ փողն ու պաշտոնը։ Մեկը ցույց տվեք, թե ով ինչ ասաց։ Ով ձայն բարձրացրեց, ով խոսեց։ Մի մարդ չհայտնվեց, որ ասի, այս խայտարակությունը պիտի վերացվի։ Եթե դուք մի տարական մոտեցում չունեք, իշխանություններն ասում են իրենց մտքը մեզ սորիկնվա, մենք կորոշենք եւ հանենք, ընդդիմությունն ասում է սորիկնվա, որ մենք ասենք, ձեզ երկիրը չի հետաքրում, բացի ձեր աթոռից, ձեր կեղտոտ նստելատեղից ուրիշ բան չի հետաքրքրում։ Այս դառը ճշմարտությունն ու իրականությունը գալու է ախր ձեր գլխին ջհանդամը գա, մեր պետության գլխին է գալու, մեր պետականության կորստի հիմքն եք դնում, ձեր այս ողորմելի ոչինչ չասող պահվածքով, թե ընդդիմադիր կոչվածներդ, թե իշխանություն կոչվածներդ։ Այսպես երկար չի շարունակվելու, բարի երդ ընտրություններում բոլորին, բայց հիշեք, են ինչ ցանեք, են հնձելու եք։ Իսկ դուք այսօր ոչինչ չեք ցանում, տգիտություն, խառնակցիություն, ստախոսություն, երեսպաշտություն եւ այսպես շարունակ։ Կպաչեք այն, ինչ կմնա տակը։ Ամեն ինչ լավ է լինելու, միևնույն է, կհանդիպենք։